Մկրտիչ սրբազանը ամուր է, ինքն էլ այնտեղ աղոթքի մեջ է եւ այդ աղոթքը պետք է շարունակվի։ Դեր այդ լավ հանգուցալուծումն ինչպես եք տեսնում դուք այս պահին։ Այս ներհակության լուծումը։ Այսօր աղոթք է լինելու, Վեհապար Հայրապետի գլխավորությամբ աղոթք է լինելու, մենք մեր խնդրանքը Աստծո առջև ենք դնելու, միաբանական աղոթք ենք անելու եւ գնանք ամեն մեկս մեր տուն, մեր հանգստին։ Բայց պահանջում կաթողիկոսի հրաժարականը եւ լարվածությունը դեռ չի հանգուցալուծվում։ Մշտապես ասել ենք, որ կաթողիկոսը ամենայն հայոց հայրապետը ինչեւ իր կյանքի վաղճանը մնալու է իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Սակայն իշխանությունը չի շարունակում պահանջել 10 եպիսկոպոսներ են Միսաք Փաշինյանի ձեռքը հետևաբար նրա պահանջին են միացել իշխանության պահանջին։ Ես նորից կրկնում եմ, պնդում եմ ամենայն հայոց կաթողիկոս իր գահին նստելու է մինչև իր կյանքի վաղճանը եւ օրհնելու է բոլորիս։ Եվ այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք ամբողջ այստեղ հայեր են հավաքված, քրիստոնյաներ եւ Աստված բոլորին օրհնի, միասին մեր հոր գլխավորությամբ աղոթք ենք անելու եւ ինչպես արդեն ասացի, գնալու ենք մեր տուն։ Շնորհակալություն եպիսկոպոսների քննադատության մասին, թե կաթողիկոսը միանձնյա է այս տարիներին կառավարել, թերի է եղել կառավարումը, արդյոք աչքի փակել Վեհապարը բոլոր խնդիրները։ Ես միշտ ասել եմ, ես պարզ քահանա եմ եւ հիմա էլ կպնդեմ, ես պարզ քահանա եմ։ Մյուսներն էլ են գալիս, մի րոպե սպասեք, մյուսները միանում են։ Լավ, սկսենք կմիանան։ Պարոն Թաթոյան, լավ, եկել եք հաջակցություն Մայրաթոռի նաև մասնակցելու, այո, Գերագույն խորհրդի